հարցազրույցով որևէ անհատի անցած օգին։ Դե եկեք սկսենք, իսկ դու եք ընտրելու։ Իսկապես հետաքրքիր է Ալեք Մանուկյանի մասին հետաքրքիր տեղեկություններ։ Երեխաները եկեք աշխատանքի բաժանում անեն եւ սկսենք։ Երեխաները երբ փոքր էին, մայրիկս ինձ պատմել է, որ Ալեք Մանուկյանը գյուտարար է եղել։ Այո, միավորնակ ծրագրի հետնագործողն է։ Դե եկեք ասենք գործի։ Վերջապես հեռախոսները կփոխարինվեն սմարթ էկրաններով։ Ես 9-րդի Մարի Ազիզյանն եմ, համակարգել ներկայացրել եմ աղբյուրագիտական աշխատանքը։ Ես Լուիզա Վարդանյանն եմ, 9-րդ դասարանցի, դպրոցի սովորողների միջև անցկացրել եմ կարճ հարցախոհիզ Ալեք Մանուկյանի մասին։ Ես 9-րդի Ալեքս Կասպարյանն եմ, ներկայացնում եմ ՀԲ Հայաստանյան գրասենյակի գործունեությունը, իրականացնում եմ աշխարհացույցի տարաբնույթ գործիքակազմի վերաբերյալ աշխատանք։ Ես 10-րդի Հայկանուշ Եղիազարյանն եմ, ուսումնասիրել եմ հրաշագործ միաբնակ ծորակի հոդիսական։ Ես 10-րդի Նինա Հարությունյանն եմ, իրականացրել եմ նախագծային աշխատանքի տեխնիկական մասը, նայնավություններ, տեսանկարահանում, մոնտաժ եւ գույների ցուցադրություն։ Ես 10-րդի Անի Մարգարյանն եմ, ուսումնասիրել եւ ներկայացրել եմ հայ բարեգործական ընկերության հայրենասեր գործունեություն։ Ես 10-րդի Մանե Քիրոբյանն եմ, ներկայացրել եմ Ալեք Մանուկյանի կյանքի ամենայն պատասխանատվությունը։ Ես 10-րդի Լարիսա Հարությունյանն եմ, ներկայացրել եմ Ալեք Մանուկյանի կենսագրության առավել կարևոր դրվագները, ամուսնությունը եւ ընտանիքը։ Ինչ գիտեք Ալեք Մանուկյանի մասին։ Ալեք Մանուկյանը հայ բարեգործ։ Գիտեք Ալեք Մանուկյանի մասին։ Ալեք Մանուկյանը հայ բարեգործական ընդհանրության ղեկավարն է։ Ինչ կարող եք ասել Ալեք Մանուկյանի մասին։ Ալեք Մանուկյան գիտար է, ստացել է միաբնակ ծորակը։ Բարև ձեզ։ Ինչ գիտեք Ալեք Մանուկյանի